Երկու բառով այս հետընտրական վիճակների մասին։ Հայաստանի ամբողջ քաղաքական կյանքի մեջ այս տեսակի հետընտրական վիճակ մենք չենք ունեցել։ Եթե հետընտրական եղել են խնդիրներ, դրանք եղել են փողոցային միտինգներով, երթերով, շատ ժամանակ բախումներով, անհանգիստ ինչ-որ լարված վիճակ, բայց այսպիսի ամորֆ եւ նույն ժամանակ տակից ընթացող process-ներ, լարվածություն չենք ունեցել։ Սա նոր վիճակ է։ Ես սա գնահատում եմ դրական, ազնիվ խոսք, ասենք այս մի վիճակը, որ իշխանությունը բռնելու տեղ չունի քեզ խեղդելու համար։ Ինչ են անում սովորաբար ժամանակին, հա։ Քեզ թողում են դու ակտիվացնում ես փողոցային պայքարը, հետո նա ջարդում են, ուղարկում են տներով, լսում են բանտերը եւ դրանով սովորաբար ավարտվում է, եթե չհաշվենք մարտի 1-ը։ Ինչ վիճակա հիմա։ Հիմա process կա, փողոցում բռնելու բան չկա։ Նիկոլ Փաշինյանի համար սա անելանելի վիճակ, այսինքն այս հարցին ինքը լուծում չունի, գիտեք ինչի, որովհետև իր տարերքը ստեղ չի աշխատում։ Իր այն որ պետք է հելներ գոռալ փողոցում, ջարդեր տալ, նռնակներ գցել տալ ժողովրդի վրա, այտենց պահեր իշխանությունը, հետո էլ ասել ռուսները իր բարերով եմ ասում, ռուսական ագենտուրան ուզում է իշխանափոխություն անի եւ այլն, ու այս ոճի մեջ իր հետևորդներին կերակրելու ոչ մի հնարավորություն չունի։ Պրոցեսը կա, փողոցում չի, ու ինքը ոչ մի գործիքակաց չունի դրա դեմ։ Տեսեք ինչ վիճակ է իր մոտ ստացվում, անօգնական, ինքը չի հաղթել, ճիշտ անդիմությունը չի հաղթել, բայց անդիմությունը process անում, մի բան, որ ինքը չունի անելու, ինքը չի կարողանում անել։ Դրա հետ գումարած պարզվել է 25000 քվեաթերթիկ ստորագրություն չունի։ 25000 բոլոր կեղծիքներին գումարած այդքան ընտրված ձայն կա։ 25000 դա մոտավորապես 2% անում։ Դուք ելի մատ այդ 49%-ից եւս 2% անեք։ Մենակ այս չստորագրվածներն եմ ասում, մնացած խախտումները դեռ ոչ հələ պետքա բարձաբանվեն, հələ չի երևում։ Հələ 25000 հանեք իր 49%-ից, այլ 49%-ից 2% անեք պլյուսով։ Տեսեք ինչ է ստացվում իր ունեցածը։ Սրանք պոտենցիալ փաստեր են, որոնք ջարդելու են իրան սահմանադրական դատարանում։ Սենց ամորֆ վիճակ մի հիստերիկի համար, որը ունի մի քանի գործիքակազմ։ Ջարդել, գոռալ ու ոչ մի բան չի աշխատում հիմա։ Դե մնացած ինչ արդյունքներ կգնահատեն, դա կախված է ուղիղ քաղաքական գրագիտությունից, որը կամ ունի կամ չունի այսօրվա ընդդիմությունը։ Սպասենք արդյունքների։